Սովետական KGB-ում կար Յուրի Դրազդով, գեներալ-մայոր, որը ղեկավարում էր իր ծառայության վերջին տարիներին, 12 տարին, այս դեպարտամենտը։ Դա իլեգալ հետախուզություններ, այսինքն այն ծառայությունը, որտեղ ծառայում էր Գևորգ Վարդանյանը, եւ իր մեջ ներառում էր նաեւ հատուկ նշանակության ջոկատները, ինչպիսին էին, ասենք, Ալֆան, Վիմպելը։ Իդեպ Վիմպելը հենց անձամբ Դրազդովը ստեղծեց Անդրոպովի հրահանգով։ Ուրեմն Յուրի Դրազդովը շատ մեդիական մարդ էր, մամուլի սիրում էր շուտել եւ մի օր մի հետաքրքիր բան պատմեց։ Ուրեմն 79 թվի Աֆղանստան ներխուժելուց հետո, ինչպես հայտնի է, սովետական միությանը ջիհադ հայտարարեցին եւ ամերիկացիք այդ ֆինանսական կազմակերպչական աշխատանքները բարդեցին Սաուդյան Արաբիայի վրա։ Երբ այդ տեղեկությունը հասնում է Մոսկվա, Անդրոպովը Սաուդյան Արաբիայի ուղարկում իր տեղակալներից մեկին։ Այն ժամանակ իդեպ դիվանագիտական հարաբերություններ չկային Սաուդյան Արաբիայի եւ Սովետական միության միջեւ։ Նրանք վերականգնվեցին 91 թվին Պարսից ծոցում Սադամի դեմ պատերազմից հետո։ Ինչեւ է, գեներալ գալիս, նստում է շեյխերը, սրան հարգանք պատիվ են տալիս, բան, ասում է տղեկ ջան, սենց բան եմ իմացել, կարող է սենց բաներ եք ուզում մեր գլխին բերել։ Բան նրանք էլ բա չէ, պապայար են, բան մենք էլ մարդն ենք, ես կողմ ենք ով տավարի գեներալ, ինչ եք խոսում, մենք դες բաների մեջ չկանք։ Դե ասում է տղեկ ջան, ես երթում չեմ ուտի, ուղղակի մի բան կասեմ, իմացածներ ճիշտ ընդունեք, ասում է, դուք գիտեք, որ սովետական միությունը միջուկային տերություն է, հրթիռներ ունի, այդ հրթիռները պարբերաբար փորձարկում են, դե հրթիռ է, տեխնիկա է, կարող է մի օր օդում փչանա, տրայեկտորիան փոխի, գա ձեր ճակատին, ով պետք է դու ինչ ասի հիմա, ով է ասել, որ տեխնիկան փչանալու իրավունք չունի, այն էլ հրթիռը։ Դե սրանք սարսափում են, ասում են, կարող է իրոք բան պատահի, հետո պիտի սովետական միության գլխի, այս սովետական միության հետ չհալատա կամ ով է իրանց տերը։ Եվ տենց 10 րոպեանոց շատ բանիմաց եւ խոր բանակցություններից հետո Սաուդյան Արաբիան հաստատի հրաժարվեց ամերիկյան հրահանգը կատարելուց եւ բավարարվեց ինչ-որ չնչին թե միջին ֆինանսական աջակցություն ցուցաբերելով մոջահեդներին։ Ինչի համար եմ ես Դրազդովին հիշում, գիտեք, վախաբիտ արաբները, որոնց բեդուին են ասում, տգետ են ասում, անկիրտ են ասում, բարբարոս են ասում, 10 րոպեում հասկացան, որ չի կարելի այս երկրի հետ խաղեր տալ, չի կարելի ուղղակի, վտանգավոր է իրենց համար։ Բայց տեսեք, համարյա 50 տարի է անց այդ օրվանից այս կողմ եւ մարդիկ կան աշխարհում, որոնք անգամ բեդուինի մակարդակի չեն ասել, թե պետք կրթվեն են ամենալավ բուհերում։ Ուրեմն, որքան ուժեղանում է պաշտոնական Մոսկվայի դժգոհությունը բանդերականներին աջակցություն ցույց տալու առումով, որքան սաստանում է Մոսկվայի դիրքորոշումը բանդերականների հանդեպ եւ նրանց, այսպես ասենք, չեզոք դաշնակիցների հանդեպ, որոնք մենակ զենք են տալիս, բայց պատերազմի պաշտոնապես չեն մասնակցում, այդքան անմեղսունակ են դառնում բանդերականների բոլոր թաքնված եւ բացահայտ դաշնակիցները։ Վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց մի քանի տասնյակ գործարանների հասցեներ Եվրոպայում գտնվող, որոնք զենք ու զինամթերք են արտադրում բանդերականների համար եւ հասկացրեց, որ սրանք պոտենցիալ թիրախ են մեզ համար, քանի որ զենքը գնում է Ուկրաինա, Ուկրաինայից էլ
սպանում է մեր զինվորներին, մենք սա չենք անդուրժի, ամենայն դեպս երկար չենք անդուրժի։ Գուցեև մեղսունակ գործիչները Եվրոպայում հետևություններ արեցին, բայց ինչը չես ասի մեր տարածաշրջանի համար։ Մի քանի օր առաջ Զելենսկին Բաքվում էր եւ ինչ է ստորագրում Ալիև Էֆենդու հետ։ Պայմանագիր, որով մտադրվում են գործարաններ կառուցել, համատեղ ջանքերով զենք ու զինամթերք արտադրել։ Սա արդեն զարմանալի է։ Զարմանալի է։ Կամ այս մեր ժողովրդապետ կոչվածը։ Զելենսկուն է հրավիրում Երևան։ Մի կողմից ասում եմ մենք եղբայրական հարաբերություններ ունենք, եղբայրներ ենք ռուսների եւ ռուսներն ու հայերը եղբայրներ են, եղբայրական դաշնակցություն եւ այլն։ Մյուս կողմից Զելենսկի է հրավիրում։ Սրա համրուգայության եւս մեկ դրսևորում։ 400-ից ավելի միլիոն դոլար գումար է ծախսել Հարավկովկասյան երկաթգիծը, այսինքն Ռուսաստանը, Հայաստանը։ Հիմա սա ասում է, դե գիտեք, մենք ախպերներ ենք, բայց դե մենք պարտներներ ունենք, մենք թրիպ ենք սարքելու, բան ենք անելու, դա մեր ինքնիշխան իրավունքն է, մեր պարտներների դուրը հետ չի գալիս, որ դու այդ երկաթգիծը դուք եք տնօրինում, աղբորպես ծախեք, եկեք վաճառենք իմ եւ ձեր, մեր եւ ձեր ընդհանուր բարեկամին, ասենք Ղազախստանին։ Դե Ղազախստանը իրականում շատ քիչ է տարբերվում վադերականներից, իրակառուսականության, քաղաքականությամբ տարբերությունը այն է, որ դեռ պատերազմ չկա Ղազախստանում, բայց հուսով ենք վաղը դա է կլինի եւ շատ քիչ կտևի։ Դա գիտեք ինչ է, դա արդեն նագլիության հավուրգելու վերջի աստիճանն է, մեկի դրանը մեկը կեղտոտում է, հետո դուրը թակում է, թե թուղթ տվեք։ Լավ, սա նորմալություն չի։ Ոնց թե մենք պարտներներ ունենք, որոնց դուրը չի գալիս, որ մեր երկաթգիծը տնօրինում է Ռուսաստանը։ Այդ պարտներների փոխի այդ է։ Ուրեմն այս պարտներ ունեցի, որի դուրը այդ բանը գա։ Չէ, թրիպից հրաժարվի, թե չէ թրիպերը կգնես սիֆիլիսն վրա։ Չեն հասկանում սրանք, որ չի կարելի մեծ տերության ներվեր հետ շատ երկար խաղալ։ Իսկ Ռուսաստանի քաղաքականությունը այդ պետության ստեղծման օրվանից չի փոխվել։ Էությունը նույնն է մնացել, հա, ժամանակներ են եղել այդ քաղաքականությունը շատ կոր դրսևորումներ ունեցել, շատ դաժան ժամանակներ են եղել, ոնց այսօր ավելի փափուկ, ավելի մեղմ, բայց էլի վերջնարարությունում նույնքան դաժան չեն հասկանում, բայց ինչու չեն հասկանում, ոչ թե դեգեներատ են, թեպետ դա էլ կա։ Այդ պատճառն այն է, որ սրանք սուվերեն չեն, սրանք ինքնուրույն որոշում ընդունելու իրավունքեր չունեն։ Հայաստանի ժողովրդապետին նշանակել են դրսից, ինչ-որ իրենց արևին ոչ բռնի թավշյա հեղափոխություն կազմակերպելով։ Ալիևին դրսից չեն նշանակել, իշխանությունը հորից է ժառանգել։ Բայց դա էլ ինչ-ինչ պատճառներով, որոնցից մեկը Արցախի վերադարձներ եւ Արևմուտքի աջակցությունը այդ process-ում, գնաց կամավոր ֆիլիալ դարձավ Լոնդոնին ու Վաշինգտոնին։ Եվ այսօր նա չի կարող դուր գալ հակառուսական քաղաքականության ֆարվատերից, ուղղակի չի կարող դուր գալ, վիզը կփոխեն։ Ղարաբաղն էլ հետ կտան հայերին։ Նա էլ հետդարձի տեղ չունի։ Շարունակում են իրանց իրացիոնալ վարքագիծը եւ արդյունքում տեսենք թե ինչպես կարձագանքի Ռուսաստանի ղեկավարությունը։ Ասեմ, որ հայերը ավելի քիչ կտուժեն։ Այսինքն հայերի տուժել են կլինի, որ հայերը կփրկվեն, հայերը կազատվեն իրենց ռեժիմից, բայց Հայաստանը գոնե կպաշտպանվի այս կամ այն ձևով։ Ինչը չես ասի Ադրբեջանի մասին, քանի որ ռեժիմից բացի բոլոր ինքերը կան ենթադրելու, որ Պուտինը Ադրբեջան պետություն չի թողնի։ Ըստ ամենայնի այդ պետությունը կկիսեն Իրանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջև
ու եթե իհարկե հայերը մինչև խելքի գան, եթե ամերիկյան գործակալական ցանցը չլինի Հայաստանի իշխանություն։ Այդ ամեն ինչը կախված է հունիսի 7-ի քվեարկության արդյունքներից։ Այսինքն շատ բարենպաստ ժամանակներ են մոտենում Հայաստանի համար։ Ադրբեջանը կործանման եզրին է, միանշանակ կործանման եզրին է, գոնե այն պատճառով, որ Ադրբեջանը էլ չի կարող ի վիճակի չէ ֆիզիկապես դուրս գալ հակառուսական քաղաքականության ֆարվատերից, թույլ չեն տա ոչ Լոնդոնից, ոչ Թուրքիայից, ոչ էլ ուր մնաց Վաշինգտոնից, մանավանդ այն Վաշինգտոնը, որը այսօր պատմական ռևանշ է ակնկալում Պուտինի հանդեպ խայտառակ պարտությունները չեզոքացնելու և խայտառակությունը սրբագրելու համար։ Հիմա ընթացած ժողով վարչապետը էլ բեցարակ կատարում։ Այսօր լրահոսից տեղեկանում ենք, որ ահագին մարդ է ձերբակալվել ուժեղ Հայաստանի Ավանի գրասենյակից, մեղադրանքը նույնն է, իբր ընտրակաշառք, իբր արգելված բարեգործություն։ Երեք խոսել եմ այս մասին, որ գործը գնում է նրան, որ Սամվել Կարապետյանին կթողնի առանց իր ակտիվիստների, առանց այն ճարպիկ մասսայի, այն կրեատիվ փոքրամասնության, որը իր համար ձայն բերի։ Հակառակ դեպքում նրա բազմահազարանոց ընտրազանգվածը անտերության կմատնվի և պարզապես ընտրության է կարող է չգնալ։ Եվ դառնանք նորից Ռուսաստանին անլուրջ ընդունելու և հակառուսական քաղաքականությամբ տարվելու վտանգը անտեսող անձանց Հայաստանում։ Ուրեմն այսօր ինչ է գրում Արամ Գաբրելյանովը։ Հիշեցնեմ, որ Գաբրելյանովը Իզվեստիայի տերն է, իսկ ամեն մի թափտպուկի, ինչպիսին են Հայաստանի խմբագիրների մեծամասնությունը, Ռուսաստանի Դաշնությունը Իզվեստիա թերթը չէր վաճառի իր ողջ գույքով, որը $5 միլիարդ արժեք ունի։ Ուրեմն այս ադրբեջանական պատվիրակության գալու կապակցությամբ Գաբրելյանովը հետևյալն է գրում։ Իդեպ պատվիրակության ղեկավարն է հայաստանցի է, հայերեն լավ խոսող Հայաստանից քշված թուրք է։ Ըստ աղբյուրների, գրում է Գաբրելյանը, այցը պայմանավորված է Բաքվի առջև Փաշինյանի ստանձնած պարտավորություններով, որոնցով ադրբեջանցիները պետք է վերադառնան խորհրդային Հայաստանի տարածքում իրենց նախկին բնակավայրերը։ Այս մասին Facebook-յան ցանցում գրել է Նյուզմեդիա ընկերության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը։ Որոշվել է, շարունակում է Գաբրելյանովը, ավելի քան 300,000 ադրբեջանցու վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում՝ Կոտայքի մարզ, Արձաքան, Գեղամիս, Մարմարիկ բնակավայրերում, Գեղարքունիքի մարզ, Սևանա լճի մոտ, ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Քարվաճարի սահմանում, Վարդենիս, Սոտք, Աղբգաձոր, Ծաղկունք, Լճապ, Ծովազարդ համայնքներում, Արմավիրի մարզի Ծաղկալանջ և Գրիբաեդով և Հայկաշեն գյուղերում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Բազմաղբյուր և Սարալանջ բնակավայրերում։ Մեծ վերաբնակեցում ծրագրի իրագործումը կսկսվի ընտրություններից անմիջապես հետո և այդ ժամանակ էլ կստորագրվի Սյունիքի մարզին վերաբերող ընդհանուր տուն նախագծի պայմանագիրը։ Ուրեմն ադրբեջանցիների վերադարձը սա չի մտցնել իր նախընտրական ծրագրի մեջ։ Նախընտրական ծրագրի մեջ չի մտցնի նաև այս Սյունիքի ընդհանուր տան նախագիծը։
Պետք չի դա իրան։ Ուղղակի կանի։ Մենք հիշում ենք 21 թվականի իր նախընտրական ծրագրից ինքը ինչ կատարեց, ինչ չկատարեց, ամեն ինչ ամեն ասացի հակառակը կատարեց։ Արցախի երաշխավոր լինելու փոխարեն նա Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Ներողություն խնդրեց երկարամյա օկուպացիայի համար։ Այսինքն, տեսնում եք սա ինչ սպառնալիքներ են։ Պատկերացնում եք 300,000 հայ, ադրբեջանցի տեղափոխվի Հայաստան։ Եվ այս ինքնիշխան երկրի, ինքնիշխան քաղաքացիների, որոնցից ամեն մեկը վարչապետ է, ըստ սրա, մեկը չի ասում, թե դու Սոտկում կամ Վարդենիսում պատրաստ ես Թուրքիի հետ հարևանություն անելու։ Եվ ինչի կհանգեցնի քո հարևանությունը։ Բայց անգլոսաքսերի հազարությունն է, որը նրա սուրբ գիրկն է, նա տարատար պիտի կատարի այս ամեն ինչ։ Դրա համար բարդ ենք ասում, որ այս գործակալական ցանցից ազատվելու կամք է դրսևորում արդեն նաև Ռուսաստանը, թե չէ հայերի հույսի մնար Փաշինյան Նիկոլը հավերժ ժողովրդապետ կաշխատեր այս երկրում։ Բայց արդեն սրանց քաղաքականությունը ուղիղ խփում է Ռուսաստանի շահերին եւ Ռուսաստանի անվտանգությանը։ Մենակ այդ թրիպը սրանց ինչ ասես արժե։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրան չէ, ինչ ուզում է սահունուդի։ Եթե շանվորդիները իրոք ցանկություն ունեին հումանիտար նկատառումներով միավորել Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ, ապա նոյեմբերի 9-20 թվականի փաստաթուղթը այդ հարցի լուծումը տալիս էր։ Ռուսական Facebook հսկողության տակ կվերաբացվեն բոլոր սովետական կոմունիկացիաները։ Այսինքն Երևանը կկապվեր Կապանի հետ եւ Մեղրի հետ երկաթգծով։ Նախիջևանի տարածքով։ Նախիջևանն է Մեղրիով կհաստատեր կվերականգներ իր կապը Ադրբեջանի հիմնական մասի հետ։ Բայց չէ, սրանց նպատակը դա չէ, սրանց նպատակը Թուրանն է։ Այդ Թրամփի ուղի կոչվածով պիտի սրանք թմրանյութեր տեղափոխեն։ Սրանք պիտի զենամթեր տեղափոխեն, ստեղից մինչև Չինաստան։ 50 միլիոն թուրք ուйղուր Սի Ցզինպինը պահում է գրեթե գետոյի պայմաններում։ Դուք պատկերացնում եք մի 20,000 ավտոմատ դրան ձեռք ընկնի։ Սի Ցզինպինի երկիրը դժոխքի կվերածեն դրանք։ 50 միլիոն թուրք։ Իրոք ճիշտ են ասում, այդ մարդկանց իրավունքները շատ լուրջ, եթե խախտված չեն, շատ լուրջ սահմանափակված են։ Շուտ գետո նմանեցնող։ Սրանց շատ հեռար նպատակը անգլոսաքսերի, Ղազախստանի ու ուйղուրական այդ շրջաններով, որոնք սահմանակից են Չինաստանին, կայքայել նաև Չինաստանը, չեմ խոսում ռուսական հարավը եւ ռուսական թյուրքալեզու հանրապետությունները։ Իհարկե երկար է ամեն ինչ չի հանդուրժի։ Եվ ինչ որտեղ մեր բախտն է վերել, որ սրանք ուղեղ չունեն։ Երկուսն էլ ըստ իս, թե Փաշինյանը, թե Ալիևը ոչխարի ինտելեկտ ունեն։ Ուղղակի նա գրագետ է, սովորել է 3-4 լեզվով տիրապետում է, լավ էլի շատ։ Ես դրա իսպաներեն հարցազրույցներ եմ լսել, հիանալի իսպաներեն է խոսում։ Անգլերենի մասին խոսք չկա, ռուսերեն բոլորը գիտեք։ Թուրքերեն է խոսում։ Սրա կրթված տեսակն է, թե չէ երկուսի ինտելեկտն է ոչխարին հավասար են։ Չեն հասկանում, թե ինչի են տանում իրենց երկրները եւ անձամբ իրենց։ Չեն հասկանում։ Արաբները 80 թվին հասկացան, որ իրոք տեխնիկայի դարում ցանկացած հրթիռ կարող է փոխվել, փչանալ օդում, տրայեկտորիան փոխել ու գա հենց իր ճակատին։ Էլ երկրագնդի վրա, այս հսկայական երկրագնդի վրա ոչ մի տեղ չի գտնի, բայց կգա իմեննոյ իր ճակատին, Սարոյան Սերանի ականջը կանչի, լավ էր ասում իմեննոյ կկա իր դատար գլխին։ Սրանք չեն ուզում հասկանալ։ Դե պետք կասկածելի է հարցել է, եթե հասկանան ինչ կարող են անել այս երկու ողորմելին։ Մեկը նշանակված գործակալ,
Մեկը կամավոր ծառայության ընդունված գործակալ, ինչ պետք է անեն սրանք։ Սպասենք Ռուսաստանի ղեկավարության արդարացի և կոշտ քայլերին, որոնք նա պարտավոր է անել, քանի որ չի կարող մեծ տերությունը հանդուրժել իր սահմաններին հակառուսական քաղաքականություն, այսինքն հակառուսական ռեժիմներ։ Եթե այդ ռեժիմները չեն հասկանում, ուրեմն նրանց հետ կխոսեն կոշտ։ Ինչպես այսօր խոսում են բանդերականների հետ։ Եթե հասկացան, բայց սրանք հասկանալու իրավունք չունեն, չէ՞, նոր ասեցի, որ չեն կարող։ Գործակալը ոնց կարող է կամ որ ռեզիդենտը կարող է չալատալ իր գլավկի հետ, թե չէ, ես չեմ ուզում, նենց եմ ուզում։ Վիզը կփոխեն։ Ինչևէ, հետաքրքիր ժամանակներ են սպասվում։ Մեզ մնում է Փաշինյան Նիկոլի քթից բերել։ Մի բան էլ այսօր կարծիք կա Հայաստանում, հատկապես ընդդիմության շարքերում, թե Փաշինյան Նիկոլը սարսափած է։ Ոչ սարսափած չէ, ոչ Կարապետյանից, ոչ Քոչարյանից, էլ որ մնաց Ծառուկյանից, որը եղած-չեղած մի բան է։ Փաշինյան Նիկոլը հիանալի գիտի, ինչ ապրանք է Ծառուկյանը։ Եթե վաղը նրա տարած 5%-ը պետք է ինչ-որ մեկին կոալիցիայի համար, վճռորներ խաղա, Փաշինյան Նիկոլը համոզված է, ես էլ եմ համոզված, ուստա Ծառուկյանը իր ձայները կտա Նիկոլին։ Դրա համար բավարար է միած ամերիկյան դեսպանի զանգ։ Իր ձայները կտա Նիկոլին։ Եվ կօգնի նրա վերարտադրությանը, ինչպես ժամանակին օգնեց նրա լեգիտիմացմանը։ Այսինքն Ծառուկյանին թողնենք մի կողմ, դա հայ ազգի գլխի մի յուրատուկ թուղթուգիր էր։ Սարսափը ոչ թե ընդդիմությունն է, ընդդիմության հնարավոր ձայները։ Փաշինյան Նիկոլը մի բանից է վախենում, որ հանկարծ նենց չստացի, որ ինքը չարտարացնի իր խազեինի, Վաշինգտոնյան վերադասի ակնկալիքները, հույսերը։ Մի բանա Թրամփը կնգա հետզագի սրա շնավորի ամսի 8-ին կամ ամսի 7-ի երեկոյան սրա հաղթանակը, և եթե սրան հաջողվի 40% ասենք ձայն հավաքել, այդ բանա, եթե Թրամփը նույն բանն անի, ունենալով 10% Փաշինյան Նիկոլի հավաքած ձայն։ Սրա սարսափը էդ է, սա ուզում է հեշտացնել իր վերադասի գործը, որ վերադասը ավելի ջիջարով զանգի իրեն, ավելի պինդ շնորհավորի, էս է, թե չէ նա վախ չունի ոչ մեկի առջև։ Նա համոզված է, որ ինչ էլ լինի, 10% էլ հավաքի, 20 էլ, 51 էլ, պլյուս Ծառուկյանի 5%-ը, որը նա վազելով կտա սրան, մեկաժող վարչապետ արևմուտք իրեն է ճանաչելու։ Բայց ամեն դեպքում նրա համար շատ լավ կլինի, որ գոնե 10%-անոց վարչապետ չմնա, մի բանա 10% ձայն կեղծես, մի բանա 40-ը կեղծես, չէ։ Սա է Փաշինյան Նիկոլի ոչ տագնապը, նրա հույզերի անհանգստության պատճառը, ոչ թե Սամվել Կարապետյանի պոտենցիալը զորությունը կամ Քոչարյանի, Ծառուկյանի մասին է ասեցինք։ Հիմա պետք է ամեն ինչ անել, որ սա հնարավորինս քիչ ձայն ստանա, Կարապետյանը Քոչարյանի հետ մաքսիմալ շատ ստանա, Ծառուկյանը մաքսիմալ քիչ ստանա, հնարավորինս քիչ ստանա, որովհետև Ծառուկյանի ձայները սրան կտանա։ Այդ նապաստակին ասեցին, որ բավարար է մեկ զանգ, ամերիկյան դեսպանը տնից, և ինքը վազելով կգնա, մի հատ ասի, տիկին դեսպան ջան, մի հատ համակդ կամ պակի են բանան եմ ես կոմ, դե էդ ամետ մարդի, ինչ ասես։ Էդ է մեր բախտներ։ Ամեն ինչ պետք է անել, որ թեթևացվի Պուտինի գործը, որ նա լիարժեք, լիասիլ զանգի, շնորհավորի Հայաստանի ընդդիմությանը ընտրություններին
դարած հաղթանակով։ Դա պետք է լինի մեր նպատակը։ Այսօր էսքանը։